Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Մեր արտաքին օրգանիզմի հայելին է եւ այն ինչ կատարվում է ներսում արտացոլվում է դեմքի վրա։ Հատկապես պատանեկան հասակում պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ, որի դեպքում ունենում ենք ճարպակալում, մազակալում եւ ակնե, որոնք են մաշկի զգայունության, թեփոտվածության, չոր մաշկ ունենալու պատճառները։ Սրանք կարող են խոսել որևէ էնդոկրին հիվանդության մասին։ Նշանակելով բուժումը, որոշ ժամանակ անց հորմոնների մակարդակը կարգավորվում է, հետեւաբար նաեւ կարգավորվում հորմոնալ դիսբալանսը եւ առաջանում է մաշկի խոնավություն։ Կանգատվում են գեր-քրտնի արտադրությունից, որը տհաճ երևույթ է, այո, եւ ցանկանում են ազատվել դրանից։ Մեղավորը հորմոններն են։ Ի տարբերություն հիպոթիրոզի, թիրոտոքսիկոզի ժամանակ ունենում ենք գեր-քրտնի արտադրություն, քաշի կորուստ, մազակալում կամ հակառակը մազաթափություն, ճաղատության պատճառներին անդրադառնանք։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Մեր արտաքին օրգանիզմի հայելին է եւ այն ինչ կատարվում է ներսում արտացոլվում է դեմքի վրա։ Մաշկի անցանկալի փոփոխությունները, բշտիկներ, մաշկի չորություն, թեփոտվածություն, մազակալում կամ մազաթափություն, դրանք բոլորը կարող են լինել սննդի հետևանք կամ էնդոկրին հիվանդության ախտանշան։ Ինչպես կողմնորոշվել, որտեղ է խնդիրը, մեզ կօգնի պարզել մաշկաբան էնդոկրինոլոգ Սուսաննա Հովակիմյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մանրապես շնորհակալ եմ։ Երբ մաշկային որևէ խնդիր ենք ունենում, դիմում ենք կոսմետոլոգի օգնությանը, բայց փաստորեն պարզվում է, որ խնդիրը չի լուծվի, եթե դա էնդոկրին հիվանդության ախտանշան է։ Այդ դեպքում ինչպես կողմնորոշվել, տեղային խնդրի հետ գործ ունենք, թե ավելի խորքային։ Դիմելով կոսմետոլոգի, եթե մասնագետը բժիշկ է, ունի բարձրագույն բժշկական կրթություն, անձեն աչքով, կլինիկական պատկերով արդեն տեսանելի է դառնում եւ խնդրի լուծումը հասկանում է բժիշկը։ Մենք այսօր կնշենք այն ախտանշանները, որոնք կարող են հուշել այս կամ այն էնդոկրին հիվանդության մասին։ Սկսենք թերևս մաշկային ամենատարածված խնդիրներից մեկի ակնեի մասին, որոնք են ակնեի առաջացման պատճառները եւ ինչ հիվանդության մասին կարող է այն հուշել։ Ակնեի առաջացման պատճառները բազմազան են, կարող է լինել սննդային եւ ներքին հիվանդությունների հետևանք, էնդոկրին հորմոնալ շեղումների ժամանակ, հատկապես պատանեկան հասակում, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ, որի դեպքում ունենում ենք ճարպակալում, մազակալում եւ ակնե։ Այդ երեք սիմպտոմները հուշում են մեզ արդեն ներքին պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ առաջացած ակնեի մասին, որը ինքնուրույն երբեք չի անցնի, դրա ժամանակ արդեն լուծումը այլ է։ Երեխան պատանեկան հասակում հիմնականում բերում է նաև հոգեբանական ստրեսների, որի հետևանքով քաղցրի պահանջն է շատանում եւ իրար կապակցված շարունակվում է խնդիրը։ Ինչ անել է դեպքում։ Մասնագետը արդեն հասկանում է կատարելով կլինիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերում են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որը ունի երկարատև բուժում, հիմնականում դեռահասության շրջանում, առաջի ահազանգը, ակնե, մազակալում եւ ճարպակալում։ Բուժումը իրենից ներկայացնում է սննդակարգի փոփոխություն, հորմոնալ հավասարակշռության կարգավորում եւ քաշի կորուստ։ Դրա համար պետք է առաջինը նաեւ բացառել սննդակարգից քաղցրը, սոյա պարունակող ոչ օգտակար ճարպաթթուները, խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվություն եւ մաշկի ճիշտ խնամք։ Երբեմն ունենում ենք պատանեկան բզուկներ, որոնք ինքնուրույն սեռահասնացման շրջանից հետո անվերանում են, բայց երկարատև չանցնելու դեպքում դիմում ենք մասնագետին։ Եվ իհարկե շատ կարևոր է մաշկի ճիշտ խնամքը, զգայուն մաշկի համար նախատեսված օճառներով է պետք լվացվել, պետք չէ վախենալ ջրից, քանի որ ջուրը շատ օգտակար է, միֆ է, որ ջրով շատ լվացվելը բերում է ակնեի։ Կա փոքր դրվագ, այո, ջրով լվացվելը, բայց շատ տաք ջրով լվացվելն է հակացուցված։ Սովորական սենյակային ջերմաստիճանի ջրով պետք է լվացվել։ Ներքին խնդիրները բուժելուց հետո թարախային բշտիկները վերանում են եւ մնում են միայն հետքեր, այդ ժամանակ մաշկի խնամքի մեջ մտնում են պիլինգները, որոնք շերտազատում են մաշկը
եւ առողջ փայլուն մաշկ ենք ունենում։ Դրանից հետո ցուցված է խոնավեցնող քսուկների օգտագործումը։ Ուլտրա խոնավեցնող քսուկների խոնավեցնումը շատ կարևոր է։ Եթե դիմել եք ճիշտ մասնագետի ճիշտ ժամանակին, ակնեի բուժումից հետո սպիներ չեն մնա։ Հիմա խոսենք հակառակի մասին, որոնք են մաշկի զգայունության, թեփոտվածության, չոր մաշկ ունենալու պատճառները։ Սրանք կարող են խոսել որևէ էնդոկրին հիվանդության մասին։ Մաշկի չորությունը կարող է լինել եւ որպես մաշկի տեսակ, ոչ թե էնդոկրին համակարգի հետևանք, բայց նաեւ կարող է լինել պաթոլոգիա էնդոկրին հիվանդություններից, հատկապես հիպոթիրոզի ժամանակ ունենում ենք չոր մաշկ, ջրազրկված, թեփոտված մաշկ, մազաթափություն, ալարկոտություն, հոգնածության զգացում, դեպրեսիա, կարող ենք ունենալ նաեւ քնկոտություն, մազերի աճի դանդաղում, այս ամենը վանաձև գեղձի հիպոֆունկցիայի հետևանք է, քանի որ օրգանիզմում դանդաղում են բոլոր նյութափոխանակության պրոցեսները, բերում է հիպոթիրոզի։ Այս դեպքում բարձրանում է թիրոտրոպ հորմոնի մակարդակը եւ որը բերում է նյութափոխանակության դանդաղեցման պրոցեսներին։ Բուժումը լինում է հորմոնալ փոխարինիչ թերապիայի միջոցով, իսկ տեղային մաշկային պրոցեսների ժամանակ նշանակվում է հիմնականում խոնավեցնող պրեպարատներ, նշանակելով բուժումը, որը ժամանակ անց հորմոնների մակարդակը կարգավորվում է, հետևաբար նաև կարգավորվում է հորմոնալ դիսբալանսը եւ առաջանում է մաշկի խոնավություն։ Այսինքն դիմելով մասնագետի կարելի է անմիջապես կռահել, մենք գործ ունենք բնածին չոր մաշկի հետ, թե դա առաջացել է էնդոկրին որևէ հիվանդության հետևանքով։ Այո, անձն աչքով բժիշկը տեսնելով բուժառուին անմիջապես հասկանում է, դա եկել է բնածին որպես մաշկի տեսակ գենետիկորեն է փոխանցվել, թե դա արդեն միացել են սիմպտոմներ, որոնք առաջացնում են հիմնականում հորմոնալ շեղումներ եւ դրանից հետո հասկանում ենք հորմոնալ համակարգի պաթոլոգիա է թե ոչ։ Որպես կանոն արտաքին միջավայրային գործոնները նույնպես կարող են փոխել մաշկի որակը, աղտոտված օդը, ոչ ճիշտ խնամքը, լողավազաններում քլորը, օրինակ, հա, մարդը չի ունեցել չոր մաշկ, բայց ժամանակի ընթացքում արտաքին գործոններով պայմանավորված, այս դեպքում արդեն չենք խոսում հիվանդության մասին, կարող ենք ժամանակավոր այդ չոր մաշկ կոչվածը տեսնել, բայց ճիշտ խնամքի դեպքում կարող ենք վերականգնել նորմալ մաշկը արդեն, այս դեպքում ինչ անել, ինչ խորհուրդ կտաք։ Քանի որ մաշկը ներքին օրգանների հայելին է, անմիջապես արտացոլվում է մաշկի վրա ցանկացած արտաքին ազդակները, վնասակար սովորությունները, նաև ծխելը, ալկոհոլը կարող են բերել չոր մաշկի առաջացման։ Հետևաբար ճիշտ խնամք առաջարկելով եւ ճիշտ խնամքի հետևանքով կարող է այդ դիսբալանսը որոշակի հավասարակշռվել։ Նաև ցուցված է հիալուրոնաթթվի ներարկումները ջրազրկված մաշկի ժամանակ շատ բնական միջոց է, հիալուրոնաթթուն մեր օրգանիզմում արդեն իծն է կա, այնպես որ օտար չի համարում մեր օրգանիզմը հիալուրոնաթթվին եւ նրա ոչ ինյեկցիոն եւ ինյեկցիոն ձևերի ժամանակ կարելի է նշանակել բուժառուին։ Եվ թեփոտվածությունը կանցնի։ Այո, ջրային դիսբալանսը հավասարակշռվում է եւ բավականին արդյունքներ են ունենում։ Շատերը գանգատվում են գերքրտն արտադրությունից, որը տհաճ երևույթ է, այո, եւ ցանկանում են ազատվել դրանից։ Սա ինչի հետ կարող է կապված լինել։ Գերքրտնարտադրությունը նույնպես կարող է լինել եւ բնածին, գենետիկորեն փոխանցված եւ որպես հիվանդության արդյունք։ Հիվանդություններից հիմնականում վահանաձև գեղձի հիպերթիրոզի, թիրոտոքսիկոզի ժամանակ է լինում գերքրտնարտադրություն ափերում, ներբաններում, քրտնագեղձերում։ Ունենում ենք առատ քրտնարտադրություն, սրտխփոցներ, հիվանդը էմոցիոնալ է լինում, լարված, մեղավորը հորմոններն են։ Ի տարբերություն հիպոթիրոզի, թիրոտոքսիկոզի ժամանակ ունենում ենք գերքրտնարտադրություն, քաշի կորուստ, էմոցիոնալ վիճակ, սրտխփոցներ եւ այլն։ Եթե ունենք գերքրտնարտադրություն, նշանակվում են հակաքրտնազերծիչ քսուկներ, սակայն դրանք այնքան էլ արդյունավետ չեն, եթե ունենք գերքրտնարտադրություն, նշանակվում է բոտուլինոթերապիա։ Մազակալում կամ հակառակը մազաթափություն, ճաղատության պատճառներին անդրադառնանք եւ ասենք, որ շատ կոսմետոլոգիական, էսթետիկ բժշկական կենտրոններ առաջարկում են լուծումներ, որքանով են սրանք արդյունավետ, ինչ պետք է իմանալ։
Մազաթափությունը կամ ճաղատությունը հիմնականում առաջանում է մակերիկամայի հիպերֆունկցիայի կամ հիպոֆունկցիայի ժամանակ։ Կատարելով որևիցե կոսմետիկ միջոց մազաթափության ժամանակ կոսմետոլոգիական կենտրոններում անարդյունավետ կլինի, եթե մենք ունենք մակերիկամների հիպերֆունկցիա, անդրոգենների հաշվին, տղամարդկային հորմոնների քանակը օրգանիզմում եթե բարձրանում է, առաջանում է տեղային ալոպեցիա կամ տոտալ գլոբացված ալոպեցիա, այսինքն մազաթափություն։ Մակերիկամային հիպերֆունկցիայի հետևանքով առաջացած տեղային ալոպեցիան կամ տոտալ մազաթափությունը առաջանում է եւ կանանց եւ տղամարդկանց մոտ։ Տղամարդկանց մոտ հիմնականում մորուքի շրջանում եւ գլխի հատվածներում տեղային օջախային ալոպեցիաներ են առաջանում, կանանց մոտ առաջանում է միայն գլխին տեղային ալոպեցիա կամ տոտալ, որը նաեւ կարող է համակցված լինել վահանաձև գեղձի հիպոթիրեոզի հետ մակերիկամների եւ հիպոթիրեոզի արդյունքում։ Այս դեպքում մազերը թափվում են, իսկ երբ մազակալման հետ գործ ունենք, մազերի ավելցուկի ունենք մազակալում եւ մազերի ավելցուկ կանանց մոտ, դա արդեն կարող է լինել մակերիկամներում անդրոգենների քանակի ավելացման հաշվին, նաեւ սեռական հորմոնների ավել արդյունքի։ Այս դեպքում կարող ենք ունենալ սեռական հիպերֆունկցիա, անդրոգենների քանակի շատացում, տղամարդկային հորմոնները ավել են արտադրվում կանանց մոտ, առաջանում է մազակալում դեմքի շրջանում, կրծքի հատվածում, մարմնին, ցանկացած հատվածում եւ հատուկ բնույթ ունեն այդ մազերը։ Դիմելով էնդոկրինոլոգի հասկանում են խնդիրը հորմոնների դիսբալանսը որտեղից է գալիս, կարգավորելու արդյունքում հնարավոր է, որ մազերը ինքնուրույն թափվեն եւ կարիք չլինի դիմել կոսմետոլոգիական միջամտությունների։ Շատերը տառապում են ավելորդ քաշից եւ հաճախ փորձում են ազատվել ապարդյուն, որովհետեւ մենք ունենք լուրջ հիվանդություններ, որոնք կարող են դանդաղեցնել օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչն էլ հանգեցնում է ավելորդ քաշի։ Որն է խնդիրը, ինչպես հասկանալ եւ ինչպես է այն բուժվում։ Ճարպակալումը հիմնականում առաջանում է մետաբոլիկ համախտանիշի արդյունքում, նյութափոխանակությունը կանգ է առնում օրգանիզմում եւ դա հիմնականում գենետիկ բնույթ է կրում։ Նման մարդիկ ունենում են իրենց գենետիկայում շաքարային դիաբետ տիպ 2 արտահայտված ճարպակալումով։ Դրա ժամանակ հիմնականում հորմոնալ սֆերան է տուժում, հիպերինսուլինիզմ է առաջանում, որի հետևանքով ինսուլինի բարձր քանակը բերում է շաքարային դիաբետի եւ ճարպակալման։ Էնդոկրին համակարգի հիվանդություններից ճարպակալում կարող են առաջացնել նաեւ հիպոթիրեոզը, մակերիկամային հիպերֆունկցիան, Կուշինգի սինդրոմը։ Հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելուց հետո, ճիշտ ցնվելուց հետո, ֆիզիկական ակտիվությունը պահելուց հետո կունենանք քաշի կորուստ։ Մաշկի առողջությանը կարող է վնասել նաև սնունդը, ուրեմն ասենք, որոնք են այն մթերքները, որոնք կարող են վնասել մաշկը, կան այդպիսի մթերքներ։ Այդ մթերքներն են fast food-ը, գազավորված ըմպելիքը, սոյա պարունակող ոչ ճիշտ ռադիկալներ, ճարպաթթուներ պարունակող մթերքները, ճարպոտ սնունդը։ Իսկապես fast food-ը, ճարպոտ սնունդը, քաղցրը կարող են վնասել մաշկը եւ ակնեի առաջացման պատճառ դառնալ։ Այո, դրանք պարունակում են ոչ ճիշտ ճարպաթթուներ, որոնք բերում են հորմոնալ դիսբալանսի։ Եվ շատ օգտագործելու պարագայում, եթե ռացիոնում հաճախ ենք ընդգրկում fast food, նշանակում է մաշկի հետ կապված հաճախակի խնդիրներ կունենանք, այդ թվում նաև քաղցրը չպետք է անտեսել, թվում է թե այդքան համեղ քաղցրը ինչու պետք է վնասի մեր մաշկին, բայց համար առաջին թշնամին է մաշկի։ Շատ քաղցր պահանջարկ ունեցող մարդկանց ցուցված է դառը շոկոլադ, որը ֆենոմենալ է կակաո պարունակելու արդյունքում։ Եվ հենց կակաոն օգնում է վերականգնել մաշկի դիսբալանսը եւ փայլ է հաղորդում մաշկին, այո։ Մաշկի վրա լավ ազդեցություն է ունենում նաեւ ավոկադոն, քանի որ պարունակում է օգտակար ճարպաթթուներ, որի մեջ նաեւ ներառվում է օմեգա 6-ը, մաշկի վրա ունենալով դրական ազդեցություն։ Իմանալով մաշկի տեսակը, օգտագործելով համապատասխան քսուկներ ամբողջ տարին, կունենանք
ճիշտ խնամք, որի հետևանքով մաշկը չի ջրազրկվի եւ արտաքին ազդակներից չի վնասվի։ Ինչ անել այսպիսով առողջ մաշկ ունենալու համար, ոսկե կանոններ բոլորի համար, հատկապես 30-ն անց, երբ գիտենք, որ այս տարիքում արդեն առանցքականությունը մաշկի տուժում է, կոլագեն քիչ է սինթեզվում։ Ճիշտ սնվել, առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն եւ մաշկի համապատասխան խնամք։ Իսկ եթե ձեր մոտ արդեն կան խնդիրներ, չբացառենք ներքին հիվանդությունների մասին, էնդոկրին համակարգի շեղումների մասին եւ դիմենք բժշկի։ Շնորհակալություն, դուք մասնագիտությամբ էնդոկրինոլոգ մաշկաբան եք, ձեր մասնագիտությամբ ավելի հեշտ է ախտորոշել, թե ինչի հետ մենք գործ ունենք, հուսով եմ, որ մեր ինֆորմացիան կօգնի նաեւ լսարանին ճիշտ որոշում կայացնել։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը եւ եղեք պաշտպանված։ Զրուցում էինք էնդոկրինոլոգ մաշկաբան Սուսաննա Հովակիմյանի հետ։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։